ISO 9001-2015 միջազգային հավաստագրեր են ստացել Best Life հայ-ճապոնական բժշկական կենտրոնը և Դավթաշենի մասնաճյուղը։ Սա կենտրոնի 5 տարվա աշխատանքի ամենաբարձր գնահատականն է, որն ապացուցում է Best Life-ի սարքավորումները համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Այստեղ աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, հաշվի առնվել նաև պացիենտների գոհունակությունը։ Հավաստագիրը բուժկենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանին հանձնեց Հայաստանում միջազգային հավաստագրման մարմնի պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող Բիզնես դիալոգ ընկերության աշխատակից Լիլիթ Կիրակոսյանը։ Կենտրոնում իրականացվել են միջազգային աուդիտի աշխատանքներ։ Փաստվել է կենտրոնում նորագույն սարքավորումների առկայությունը, ինչպես նաև պրոֆեսիոնալ բուժանձնակազմով հանդես գալու գործոնը։ Համապատասխանաբար կենտրոնը, ինչպես նաև իր մասնաճյուղը, արժանացել է ISO 9001-2015 միջազգային հավաստագրի։ Դա ընդգրկում է ողջ գործունեությունը, որը իրականացվում է Best Life հայ-ճապոնական բժշկական կենտրոնում, այդ թվում բոլոր բաժանմունքները ներառյալ։ 5 տարվա ընթացքում Best Life բժշկական կենտրոնն ընդլայնել է իր գործունեության ոլորտը։ Նեղ մասնագիտական սրտաբանական կլինիկայից վերածվել է բազմապրոֆիլային հիվանդանոցի 3-րդ կարգի վերակենդանացման բաժանմունքով։ Նախ ընդլայնվել են սիրտանոթային պրոֆիլի ծառայությունները, այժմ կենտրոնում իրականացվում են այս ոլորտի բոլոր տիպի ներանոթային միջամտությունները՝ բարդ կոմպլեքս ստենտավորումներ, քրոնիկ փականոթների բացում, որովայնային աորտայի պրոթեզավորում, քնային զարկերակի ստենտավորում։ Իրականացվում են նաև բոլոր տիպի բաց միջամտությունները՝ աորտայի շերտազատման վիրահատական բուժում, շունտավորում, արատների շտկում, փականների փոխարինում եւ այլն։ Մի խոսքով, անպագորգոր չընչի, աշխարհում չկա մի գործողություն սիրտանոթային համակարգի վրա, որ կատարվում է, որտեղ չի կատարվում։ Եվ մեր մոտ այն է, որ մոտեցումը կոնսիլիումային է։ Այսինքն մենք ունենք թիմ, կա սրտաբանական թիմ եւ կա բժշկական թիմ։ Կատարում ենք կոնսիլիում ու որոշում ենք, ենթադրենք այս դեպքը ճիշտ է կատարենք բաց եղանակով։ Ենթադրենք ունի քնային զարկերակի ախտահարում, որ մեթոդը կտա հիվանդի մոտ մինիմալ ռիսկով մաքսիմալ արդյունք։ Այսինքն ընտրում ենք պետք է կատարվի բաց եղանակով էնդարտերեկտոմիա։ Որոշեցինք պիտի կատարվի փակ եղանակով ստենտավորում, կատարվում է ստենտավորում։ Ենթադրենք որոշեցինք պիտի կատարվի աորտոկորոնար շունտավորում կամ փակ եղանակով ստենտավորում։ Այսինքն բոլոր գործողությունները գնում է կոնսիլիումով։ Այդ կոնսիլիումին մասնակցում են ոչ միայն Best Life-ի մասնագետները, այլև նրանց արտերկրագործընկերները, որոնք համաշխարհային մեծություններ են իրենց ոլորտում։ Մեր կարելի ասել թիմի այդ կոնսիլիումի անդամ հանդիսանում աշխարհահռչակ պրոֆեսոր Ալֆրեդո Գալասին, որը եվրոպական էնդովասկուլյար սրտաբանության համար մեկն ու հիմնադիրն է, ճապոնական դպրոցից պրոֆեսոր Յամանեն, որը նույնպես այդ CTO քրոնիկ անոթների բացման հիմնադիրներից է Ճապոնիայում եւ հետո տեղափոխվեց ամբողջ աշխարհում, բոլորը մեր այդ բժշկական բորդի անդամներ են, բոլոր հետազոտությունները մենք իրանք պարբերաբար այցելում են ստեղ, կատարում են տարբեր տեսակի մաստեր կլասներ եւ նաեւ կոնսիլիումներ են դնում տարբեր դեպքեր, որ քննարկման կարիք է լինում իրանց հետ։ Best Life-ում սիրտանոթայինից բացի ներդրվել է նաև նյարդավիրաբուժական ծառայություն, իրականացվում է դիմածնոտային, այդ թվում պլաստիկ վիրաբուժություն։ Ընդլայնվել են ախտորոշիչ հնարավորությունները, գործում է առանձին պոլիկլինիկա, բացվել է հեմոդիալիզի բաժանմունք, ունեն սեփական շտապօգնության ծառայություն։ Մեր հիվանդների մեծ տոկոսի մոտ կա երիկամային ախտահարում, որտեղ շաքարն է պատճառը, ոնց որ սրտի անոթների ախտահարման, տենց երիկամային եւ այդ հիվանդները չեն կարող բուժօգնություն ստանալ, եթե դու պատրաստ չես իր երիկամային հարցը լուծելու։ Մենք ունենք նաև շտապօգնության առանձին ծառայությունը գերհագեցած ժամանակակից մեքենաներով եւ սարքավորումներով, որպեսզի հիվանդին մենք հենց այդ առաջի հանդիպումից սկսած կանչեն մեր մեքենան մեկնի, տեղում ախտորոշի ու որոշի պետք է հիվանդը հիվանդանոց տեղափոխվի եւ ինչ բուժում ստանա։ Գլխավոր բժիշկը թվարկում է բազմաթիվ պարգևները, որոնք այս տարիների ընթացքում ստացել են բուժկենտրոնն ու բժիշկները, բայց ամենակարևորը անշուշտ վերջինն է՝ ISO հավաստագիրը, որը նշանակում որ դու հանդիսանում ես միջազգային չափորոշիչներին համապատասխան հիվանդանոց, ոչ միայն քո բժշկական թիմով, այլ նաև քո ապարատային հագեցվածությամբ, հիվանդանոցի կահավորմամբ, հիվանդանոցի լոգիստիկ այդ հանգույցներով, դա նշանակում է, որ եվրոպացի քաղաքացին կարա ստեղ ստանա բուժօգնություն եւ իր ինշուրանսը ընդունում է այդ համապատասխան բուժօգնությունը եւ ինքը ֆինանսավորում է այդ ինչ որ կատարվել է։ Մի խոսքով Best Life-ը ես կարծում եմ, որ ժամանակակից ստանդարտներին համապատասխան բժշկական կենտրոնը Հայաստանում եւ դա կարող եմ ասել, որ պարծանք է մեր երկրում ունենալ նման կենտրոն, նման գաղափարախոսությամբ, նման որակով եւ նման պատրաստվածությամբ։